Դու տիրոջ անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, սիրելի Աստծո զավակներ։ Այսօր մի կարևոր բանի վրա պետք է խոսենք, տիրոջ հոգին բերում է մի կարևոր խոսքի վրա, որ այսօր դրա կարևորությունը բոլորս ունենք, եւ մենք բոլորս տեսնում ենք դրա կարևորությունը, որ ավետարանը մեզ ուղղում է դեպի դրան, որպեսզի մարդը ավետարանի մեջ ավելի աճի, ավելի առաջանա ավետարանի խոսքի մեջ, ժողովուրդ ջան։ Այսօր մեզ բոլորիս փրկություն է պետք, ժողովուրդ ջան։ Մեզ բոլորիս երկինք մտնել է պետք։ Այսօր մեր ամեն ջանքերը, ժողովուրդ ջան, մենք այսօր ինչ ենք անում, ձգտում ենք, որ մենք մաքուր ապրենք, սուրբ ապրենք, մարդ ենք, ել եմ ասում, չէ՞, մարդ ենք, կարա մի տեղեր կա ունենալ դժվարություն, տեղեր կա կարող է պրոբլեմ ունենաս, վերջը մարդ ես, կարա մեղանչես էլ տիրոջ առաջ, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք երկնքից իջաշք ենք, շատ անգամ մարդիկ ասում են, բայց ես էսպես արեց, այն քույրը կամ եղբայրը դեսում եմ, այ աղբեր ջան, ու այս մարդը երկնքից չի, չէ։ Ժողովուրդ ջան, մենք բոլորս մարդ ենք, ապրում ենք այս մարմնի մեջ, եւ մենք ամեն մեկս անցնում ենք ճանապարհ, ժողովուրդ ջան։ Եվ այդ ամեն ճանապարհի մեջ մենք Աստծուց սովորում ենք։ Այն այս եթե ուշադրեք այն քարոզների մեջ, որ ես խոսում եի, մենք ռոբոտներ չենք, ժողովուրդ ջան, ոչ մի մարդ, ոչ եպիսկոպոս, ոչ առաքյալ, իրանք ոչ մեկը ռոբոտներ չեն, որ կնոպ եմ դիսխում ենք, այս մարդիկ դառնում են խոնար ու հես, չէ։ Սա պատերազմ է։ Այսօր ամեն մարդիկ տեսնում են, որ իր մեջ պատերազմ կա, ժողովուրդ ջան։ Բոլոր մարդիկ, դաժե որ դառնում ենք մենք Աստծուն, մեր պատերազմը չի վերանում, ժողովուրդ ջան, չի վերջանում։ Թագարակը ավելի է թեժանում քո պատերազմը։ Քանի որ մենք խավարի մեջ ենք, մենք պատերազմը չենք էլ իմանում ինչ բան է, ժողովուրդ ջան։ Ոչ զենք ունենք, ոչ զրահ ունենք։ Մենք ապրում ենք այդ մեռած կյանքի մեջ։ Մեռելներ ենք, ժողովուրդ ջան։ Երբ որ Աստված Ադամին ասեց, Ադամ, եթե ուտես կմեռնես, ժողովուրդ ջան, Աստված երբեք սուտ չի խոսում։ Աստծո ասածը այո եւ ամեն է։ Մենք տեսանք Ադամը կերավ։ Ադամը մեռավ, ժողովուրդ ջան, որտեղ Աստված էր ասել, եթե ուտես կմեռնես։ Եվ մենք տեսանք մահը, ժողովուրդ ջան, շատ մարդիկ կարող մենք շատ անգամ մահը տեսնենք ֆիզիկականը։ Այսօր ինչ համար շատ մարդիկ այդ ֆիզիկական մահից վախենում են, չէ՞, ժողովուրդ ջան։ Բայց ֆիզիկական մահը չէ վախենալը։ Վախենալ, երբ որ մարդ Աստծուց կդրվում է։ Սիրելի ժողովուրդ ջան, սա է մահը, որ մարդը Աստծուց կդրվում է։ Իր հավատքը կանգ առնում եւ մարդը սկսում է ապրել իր ուզած կյանքով եւ այս աշխարհի կյանքով, ժողովուրդ ջան։ Ընդամար մեկին անգամ ասի, կարող այսօր մարդիկ տեսնում են քելում են կամ առաջ մենք կել ենք, ման են գալում աշխատում ենք, չէ, բայց մենք մեռած ենք, ժողովուրդ ջան։ Մեր մեջ պատերազմ չկար։ Եվ այսօր Աստված ինչ համար իր ժողովրդին ուզում է ավելի արթնացնա, որ ժողովուրդը իր արթուն կենա։ Եվ ինքը իմանա, որ իր կյանքի մեջ պատերազմը ավելի է թեժանում, ժողովուրդ ջան։ Նա իշքան զենք ունի, օգտագործում է հավատքի ժողովրդի դեմ։ Իշքան զենք ունի, ժողովուրդ ջան, դրա զենքերը, ոսպես այս զենքերը չեն, որ չէ, ավտոմատ, ասենք, այդ զենքեր չիրանը։ Իր զենքերը մարդու մեջ ինչ է բերում։ Անհավատություն է բերում, մարդու մեջ բերում է հբարդություն, որ էլ քեզի պես չկա, չէ, ասենք, այս է իր զենքերը, ժողովուրդ ջան։ Այնպես ծածուկ է բերում, որ այսօր մարդիկ չեն էլ հասկանում։ Շատ մարդիկ վնասում են, ժողովուրդ ջան։ Ինչու՞ համար, որտեղ այս մարդիկ չեն պատկերացնում, որ այդ զենքը դա անօրեն օգտագործում է իր դեմ։ Դա համար ամենամեծ պատերազմը մարդու մեջ իր մեջի պատերազմն է, ժողովուրդ ջան։ Եթե ուզում ես, որ դու այդ պատերազմի մեջ հաղթող լինես, դու քեզ հաղթես դու քեզի ինքդ քեզ, որ դու կարողանաս խոնարհվել Տիրոջ առաջ, որ դու կարողանաս Աստծուն շատ սիրես, որ դու կարողանաս Տիրոջ ներկայությունը վայելես եւ քո ամբողջ ներսը փնտրի Աստծո կամքը քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Սա ամենակարևոր հարցն է, որ Աստված ուզում է, որ իր ժողովուրդը փնտրի Աստծո կամքը։ Աստծո կամքը Տերը բերեց ավետարան, մտցրեց իր կամքը ավետարանի մեջ, ժողովուրդ ջան։ Դա համար երբ որ այսօր մարդիկ ուզում են Աստծուն հասկանան, հավատան Աստծուն, այդ մարդիկ մտնում են ավետարան։ Եվ ավետարանից սկսում են սնվել եւ աճել ու մեծանալ, ժողովուրդ ջան։ Աստված իր խոսքը մեզ տասեց, որտեղ դա Աստծո խոսքն է, ժողովուրդ ջան։ Եվ Աստծո խոսքը այո եւ ամեն է։ Մենք այն անգամ խոսացինք, եթե Աստված ասում է շատ քչերը պիտի փրկվեն, ժողովուրդ ջան, լավ իմացեք, դա այո եւ ամեն է, շատ քչերը պիտի փրկվեն։
Հիմա Աստված ինչ համար ասում, որ ամեն մեկս նախանձախնդի լինենք, մտնենք այդ քչի մեջ, որտե մենք այս մյուսներից այնքան լավն ենք, դրա համար ենք մտնում, չէ, մենք դրանց ոչ մեկից լավն չենք, ժողովուրդ ջան։ Լուրջ հավատքի մարդը, այն մարդը, որ հոգևոր մարդ է, նա երբեք իրան լավ չի տնում իր քրոջից եղբորից։ Ինչ ծառայություն ուզում ես արա, ինչ աշխատանք ուզում ես արա, այգու մեջ, տիրոջ մեջ, ինչ հրաշքներ քո կյանքի մեջ ուզում կատարվի, ժողովուրդ ջան, դու ոչ մեկից լավը չես, ոչ էլ ես։ Մենք բոլորս Աստծո երեխեքն ենք, ժողովուրդ ջան։ Աստված բերում է, որ մենք հասկանանք, որ այսօր ինչու համար պետք է մարդը մյուսին ավելի գնահատի։ Քույրը եղբորը կամ քույրը քույրիկին պետք է ավելի գնահատի իրանից բարձր։ Երբ որ սա չի լինում, դրա համար մարդկանց մեջ գալում է, ինչ է գալում, նախանձակալում, ինչիմ քուրս առաջայտում, եղբայրս առաջ ես էլ մնացել եմ, ով է քեզ խանգարում։ Է դու էլ գնա առաջ, դու էլ ծառայ ասուն, չէ, դու էլ լսա։ Մենք որ նայում ենք Կայենի Աբելի կյանքը, չես ենք մի Կայենի զոհերը չընդունես, բայց Աբելն ընդունես։ Մի դրա տեղը որ փոխանա Կայենը գար տիրոջ առջև, զղջար, հարցներ, ինչն է պատճառը Տեր, որ ինք իր սխալը ուղեր, ժողովուրդ ջան, բայց որ մենք տեսանք մարդու մեջ առաջացավ չարություն, որ սպանեմ իմ եղբորս, ժողովուրդ ջան։ Հիմա շատ անգամ մարդիկ կարող է իրանց քուր եղբորը սպանեն։ Դամար այս Կայենից որ եկավ, ժողովուրդ ջան, Եվա դու մեղքը նոր մտել էր երկրի վրա, չէ, իսկ հիմա շատս է։ Մենք շատես որ տարիքով ենք, մենք հիշում ենք այն տարիները եւ այս տարիները, ժողովուրդ ջան, շատ տարբերություն կա։ Այն վատ եւ ամեն ցելամուդրս, չես ենք հակուկաբը ամեն բան շնորհ կար, ամեն մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, բայց հիմա իրար տեղը շատ անգամ դու կամաչես։ Ժողովուրդ ջան, ոչ թե մենք մարդկանց ուզում ենք դատենք, մենք տեսնում ենք ինչու համար, որպեսզի անօրեն այսօր մարդկանց բերելա ամոթը վերացրելա, ամոթ էլ չկա, ժողովուրդ ջան։ Նա քեզ ամոթով կթողի, ժողովուրդ ջան։ Հիմի դրա համար Աստված ինչու համար ուզում է այս ժողովուրդը, որ մնացել է, որ Աստված ուզում է, որ իր ժողովուրդը չխառնվի աշխարհի հետ։ Աշխարհը ոնց ուզում է ապրի, ժողովուրդ ջան։ Ով ինչ ձև ուզում է ապրի։ Ես այն անգամ խոսացի, ես օրինակ ոչ մեկին չեմ նայում, ով ինձ ձև ուզում է ապրի, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ ապրեմ իմ Աստծո առջև պառկել եւ իրան լսել ու հնազանդ լինել, ժողովուրդ ջան։ Հիմի ոչ թե ես իրանցից լավն եմ, չէ, ես ուզում եմ իմ Աստծուն հաճելի գտնվեմ եւ ուզում եմ ապրեմ, ժողովուրդ ջան։ Այո, մենք բոլորս ունենք պատերազմներ, ես այն անգամ ասի, կարող այսօր շատ մարդիկ մտածեն, որ եղբայրը քարոզում է, էս իրապես էլ չկա, չէ, էս էլ չի, ժողովուրդ ջան։ Մենք բոլորս ունենք պատերազմներ։ Եթե մենք պատերազմների ժամանակ, երբ որ մենք քնում ենք, անօրենը հասնում է իր նպատակին, մի հատ որոն բերում ցանում է, ժողովուրդ ջան։ Նրա իրաց գործերը այնքան խորամանկ կա, որ անենց է մարդուն մոդիկանում, ժողովուրդ ջան։ Եվ մարդուն սկսում է շատերին վնասել։ Ինչու՞ համար դա համար Տեր Աստված ուզում է ընթառաշ գա եւ ինձ ու քեզ օգնի, որ այսօր մենք ուշադիր լինենք մեր ապրած կյանքի մեջ հավատքի, ժողովուրդ ջան, մեզի երկինք է պետք։ Ես անգամ միտեղ խոսացի, ժողովուրդ ջան, ես օրինակ այս քանի տարի հավատքի մեջ եմ եւ շատ Աստծո հրաշքներ ենք տեսել, շատ մարդկանց հետ ենք աշխատանք տանում, բայց իմ ձգտումը միա չկա, որ ես ընձի տան սարգավա կամ երես կամ ինչ-որ բան։ Ես դրանց չեմ ձգտում, ժողովուրդ ջան։ Ընձի երկինք է պետք։ Ես երկինք եմ ուզում մտնեմ, ժողովուրդ ջան։ Մեր ձգտումը երկինքը պետք է լինի։ Մեզ են անգամ խոսացին, չէ՞, խոսենք, երբ որ մենք գնացինք երկինք, ոտերը չի սալը, տղա ջան, արի տենամ դու եպիսկոպոս ես կամ առաքյալ ես կամ։ Պետք է ասա, ինչի իմ կամքը չես կատարե։ Բայց կան հոգիներ կա, որոնց հետ պետք է աշխատանք տաներ, խիտ չես արե։ Սա պետք է հարցնա, ինչի չես սիրե։ Ինչու ձերքը չես մեկնեք ու քրոջ եղբորը վեր անե, ժողովուրդ ջան։ Այսօր գիտես ինչքան կարիք կա դրանց։ Այսօր ինչքան քույրիկ եղբայր ունեն կարիքը դունեն, որ դու իրանց օգնես, թե քո աղոթներով, թե քո սիրո ջերմությամբ, թե գոնե մի հատ զանգես ու հարցնես, քույրիկ ջան, եղբայր ջան, ո՞նց ես։ Սա ջերմություն է, ժողովուրդ ջան։ Սա է Աստծո հավատքը, որ մեզ բերում է իրարու հանդեպ ցավ քաշելու եւ Տիրոջ երեսը փնտրելու համար, ժողովուրդ ջան։
Եվ Տերը օգնի այսօր ինձ էլ քեզ էլ բոլորս է ժողովուրդ ջան, այսօր փնտրենք Տիրոջ երեսը, Տիրոջ հետ մեգանանք, Տիրոջ հետ ապրենք, ժողովուրդ ջան։ Աստված ինձ էլ է սիրում, քեզ էլ է սիրում։ Աստված քո ամեն վիճակներից տեղյակ է։ Քո ներսի ամեն պատերազմներից Տերը տեղյակ է, ժողովուրդ ջան։ Լավ իմացեք, Աստված մեր ներսի բոլոր պատերազմների, բոլոր այն դաժե այն պարտությունը, որ ես ու դու ունենք, շատ անգամ պարտվում ենք, ժողովուրդ ջան։ Շատ անգամ տգարանում ենք, թուլանում ենք, Աստված ամեն բանից տեղյակ է։ Աստծո ծրագիրը, ժողովուրդ ջան, ինձ ու քեզ վեր հանելն է։ Աստված ուզում է այդ ընկածին ուզում է վեր հանի, ժողովուրդ ջան։ Կարող է մարդիկ տրորեն, մարդիկ քո վրովդ անցնեն, բայց Աստված դա չի անում։ Աստծո ծրագիրը, որ ասում է, դաժե 99 թողումը գալու է քո ետևից։ Հələ պատկերացա Աստծո սերը, այն 99 թողում գալու է քո ետևից, այսինքն որքան Աստված քեզ սիրում, որ Աստված քո մահը չի ուզում, որ դու իրանից կտրված մնաս, ժողովուրդ ջան, չէ՞։ Ես հիշում եմ մի քանի տարի, որ ես այդ Ռուսաստան էլ ուրիշ տեղ էի, դե մի հատ ռուս եղբայր եկավ, այսինքն եղբայր չէ, նոր եկել էր, ընտանիքի մեջ դժվարություն կար, իրանք անհավատ էին, կինը տնից դուրս էր արել, եկավ պաշտամունքների մի քանի անգամ, հետո թողեց պաշտամունքներ, ժողովուրդ ջան։ Դե կինը տնից դուրս էր արել, երևի խմում էր ինքն էլ, մի օր հայ եղբայր կար, ինքն էլ կոշկակար էր, իր մոտ է գնաց, ինքն էլ եկե կակրած մի անգյուն նստած էր, այդ մարդ, այդ տղեն, ջայր ինձ էլ ասում եմ եղբայր ջան, ասում եմ այ աղբեր ջան, պրոստը անուն հիմա չեմ հիշում, ակին տարի անցավ, ասում եմ Աստված 99 թողե եկել է քո ետևից, քեզ ուզում է օգնել, իր ձեռքը բերել է, ուզում է քեզ հանի, դու քո ձեռքը իրան, համաձայնվի Տիրոջը, որ Աստված քո կյանքի մեջ իր գործ անի, սիրելի ժողովուրդ ջան։ Եթե քո կյանքի մեջ կա խնդիրներ, դժվարություններ, Տերը ուզում է, որ մենք աղաղակենք իրան, որ մենք ուզենք մեր ձեռը երկարացնենք Հիսուսին, որ Աստված քեզ օգնի եւ ինձ օգնի, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է, որ իր երեխեքին բժշկի։ Այդ անորեն այնքան խորամանկ է, իր զենքեր, ասում եմ, այնքան խորամանկ զենքեր ունի։ Աստված էլ քո աղոթքը չի լսում։ Այդպես զենք ունի, գիտեք։ Շատ մարդիկ մտածում են, այ մարդ, այլ իմ Աստված իմ աղոթքը չի լսում։ Եվ այս մարդը սկսում է իր կյանքի մեջ փորփրել։ Ինչ կդնի, ինչ ես մանգալում, սիրելի քույրիկ եղբայր ջան, կամ ես ինչ եմ մանգալում, չէ՞։ Հիմի այնքան խորամանկ կա, նա ուզում է այսօր մարդու ձեռքից հավատքի զենք առնի։ Սովորական։ Նա ասում է, «Էլ դու հավատ չունես»։ Հələ մի հատ քո վիճակիդ նայա։ Շորժ Աստված պես բան չի ասում ոչ մեկից։ Աստված ուզում է օգնի, եթե քո հավատքը դաժե պակաս, Աստված ուզում է ավելացնի։ Նա ուզում է իմ ու քո հավատքը ավելացնա, ոչ թե պակասի, ապա ավելնա իմ ու քո հավատքը։ Աստված սա է անում, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր մենք այնքան ուշադիր բնենք մեր եղած կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Այսօր շատ հոգիներ, այսօր սովորական այդ մտքերից մենք շատերը տարակուսանքի մեջ ենք գնում եւ սկսում ենք գնել մտքերի մեջ, տառապանքների մեջ։ Եվ սկսում ենք մեր կյանքերի մեջ մեղքեր փնտրենք, մեղքեր կդնենք, ժողովուրդ ջան։ Աստված հավատարիմ է բոլորիս, նա ուզում է ինձ ու քեզ օգնի։ Եթե քո մեջ ինքդ տեսնում ես, եթե դու մեղանչում ես, դու ինքդ տեսնում ես դրանք, եւ դու գալու ես Աստծո առ եւ զղջում ես, ժողովուրդ ջան։ Այսօր շատ բաներ կա, որ ես ու դու տեսնում ենք մեր կյանքի մեջ, մենք գալու ենք Տիրոջ առաջ զղջում ենք, Տեր Աստված, ներ անձի։ Տեղեր կա կարա հաղթություն չունենաս, տեղեր կա դու դեր այն ուժը չունես, տեղեր կա քո հավատքը դեր են, հավատքը դեր շատ քիչ է, դեր աճելու տեղ ունես, տեղեր կա սխալվում ես, քո սխալի վրա ես ուղղվում, ժողովուրդ ջան։ Հիմա դրա համար դու Տիրոջ անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Տեր օգնա ինձ էլ քեզ էլ։ Այսօր Աստված իր հատուկ խոսք ունի, ժողովուրդ ջան։ Աստված ինքը գիտա ինչ խոսա, որտեվ Աստված տենում է իմ ու քո մեջի կարիքը։ Շատ անգամ որ խոսում ես քույրիկ կա կամ մարդիկ ասում են այ աղբեր ջան, ոնց որ դու մեր ներսից խոսաս, ասում եմ այ քույրիկ ջան, ես ինչ իմ քո ներսին չկա։ Կամ եղբայր ջան, ես իմ կամ եղբայր ինչ գիտեմ ներսից չկա, ժողովուրդ ջան։ Մենք ոչ մեկս չենք իմանում։ Բայց Սուրբ Հոգին գիտա քո ներսի, քո մտքեր, հիմա քո մտքերը լրիվ կարդում է։ Ինչ ես հիմա դու մտածում։ Հիմա ինչ ես ուզում դու Հիսուսից, նա ամեն բան տեսնում, լսում է քեզ։ Միգուցե դու կարողություն չունես, միգուցե դու համբերություն չունես, միգուցե դու կասկածան կա Աստծո հավատքի վրա քո կյանքի մեջ,
Միգուցե այսօր թերահավատություն կա քո կյանքի մեջ, սրանք ամեն բան Տերը տեսնում է, ժողովուրդ ջան։ Եվ Աստված ուզում է ինձ ու քեզ օգնի։ Օգնի, որ դու վեր կանգնես, գնաս դեպի առաջ, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը օգնի, սիրասոր ժողովուրդ ջան։ Այսօր շատ կարևոր է, որ այսօր հավատքի մարդը իր ուշքի միտքը լինի իրան հորը հաճելի, Աստծո կամքի մեջ մնա։ Դա համար ամենակարևոր բանը, երբ որ դու ուշադիր ես քո քրոջ ու եղբոր հանդեպ, ժողովուրդ ջան, դա նես մի հատ հասարակ բան է, շատ անգամ ասում եմ ժողովուրդ ջան, էսի մեկին գումարած մեկը, երկուս։ Սանձի մեկը պետք է չասի, գիտես ինչ կա, պետք է քո եղբորը զանգես, քո քույրիկի հետ պետք է աշխատանք տանես կամ եղբոր, դրանք մեզ պետք է չասեն ժողովուրդ ջան, դրանք մենք արդեն Տիրոջից պետք է առած լինենք, չէ՞ ժողովուրդ ջան։ Սա մեկին գումարած մեկը, որ այսօր հավատքի մարդը պետք է ինքը արդեն իմանա, սա իր պարտականությունն է։ Աստված ինձ չէ, ինչ համար դրե քույր եղբայրներ։ Ինչ համար մարմնի վրա անդամներ կա։ Այսօր մի ռուս քույրիկ կար ունի դժվարություն, ինչքան վաղ դա պաշտամունք չի գալու, ասում եմ քույրիկ ջան, Աստված ինչա դրե քույր եղբայրներ։ Երբեք Աստված գիտա, որ մենակ ձեռքը ինքը չի կր աշխատանք տանի, ժողովուրդ ջան։ Եթե ձեռքը կտրեց գծեսյան, դու տեսείς ձեռքի ինչ կնի, չորանա։ Եթե մարդը մարմնից կդրվում է, նա չի կր աշխատանք տանի։ Դա համար մենք բոլորս օրգանիզմ ենք Տիրոջը։ Այսօր մենք բոլոր Տիրոջ մարմնի անդամներն ենք։ Եթե մենք ուզում ենք առանձնանանք, մենք առանցին հավատ ձեռք բերենք, ժողովուրդ ջան, մենք կմեռնենք։ Ինչ համար Աստված եկեղեցին միաբանություն է բերել, որ այսօր մենք միաբանվենք, ժողովուրդ ջան։ Ոչ թե ես զանգեմ ասեմ, կամ ինչ-որ մեկը զանգարում են ախպեր ջան, վերջը։ Ուրիշ բան, եթե ես տվյալ մարդուն չեմ անում, ասեմ, որ ես մարդուն իմանամ, աշխատանք տանք, սա ուրիշ բան է։ Բայց եթե ես տեսնում եմ, ժողովուրդ ջան, ես պարտավոր եմ։ Ոչ թե ինձ մեկը ասի, որ ես անեմ, հավատքը ուրիշ բան է։ Այն Քրիստոսը, որ քո կյանքի մեջ կա, նա ուզում է, որ դու իր մեջ ապրես, իր հետ ապրես եւ իր բնություն ունենա, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուս հետո մեր ամբողջ երկիրը, ամբողջ տեղեր մաներ կալում, մարդկանց օգնում էր, ընկածին վեր էր անում։ Դիվարին ազատում էր Տերը, ժողովուրդ ջան։ Ես ինչքան մարդիկ քո աղոթքի կարիք ունեն, քո ջերմության կարիք ունեն, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը օրհնի բոլորս էլ սիրո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի ինձ էլ, քեզ էլ եւ իր ամբողջ ժողովուրդը եւ իր ամբողջ եկեղեցին, որ կա երկրի վրա, աշխարհի ծերից մինչեւ ծերը։ Կարող այսօր շատ քաղաքներ կա, շատ տեղեր կա, որ մենք դաժե չենք իմանում այդ անունները, բայց այնտեղ էլ կան քույր եղբայրներ, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք այս մարդկանց ուշք ու միտքը իրանց փրկությունն է, ընդունել Տիրոջը որպես Տեր ու Փրկիչ։ Մենք գիտենք այսօր շատ տեղեր, երբ որ մարդը ուզում է դառնա քրիստոնյա, իրան մահ է սպասում, ժողովուրդ ջան։ Այս տվյալ մարդուն մահ է սպասում։ Այս մարդը հասկանում, եթե ինքը ընդունեց Քրիստոսին, իրան կարող է դրա համար սպանեն։ Շատ տեղեր կա սպանում են, ժողովուրդ ջան, տանջում են, չարչարում են, եթե դու դառնում ես քրիստոնյա։ Բայց այսօր մենք տեսնում ենք տվյալ մարդիկ, ժողովուրդ ջան, նրանց ուշք ու միտքը երկինքն է, Աստծունն է, հավատք ունեն Տիրոջ վրա, ժողովուրդ ջան։ Եվ մենք հավատում ենք Աստված օգնում է տվյալ մարդկանց, երբ որ մարդիկ մնում են հավատարիմ, երբ որ դու քո հավատքի կյանքի մեջ մնում ես հավատարիմ, Աստված քեզ օգնում է։ Թեկուզ այն քո դավանությունը, որ դու դավանում ես Հիսուսին, որ դու քրիստոնյա ես, Աստված քեզ օգնում է, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է, որ քո մեջ լինի դավանություն, որ դու դավանես, այո, ես քրիստոնյա եմ, ես Հիսուսի տղեն եմ կամ աղջիկն եմ, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի ժողովուրդ ջան։ Դա համար փառք Աստծո, Աստված ամեն մեկից էլ եմ ասում, հիմա ձեզ հետ Աստված յուրահատուկ աշխատանք է տանում։ Քո ներս հիմա Տերը իր ձեռքը մեկնած, իր աշխատանքը անում է քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ նա քո ներսը փոխում է, նա քո ներսը բերում է շատ բաներ, որ դու այսօր ավելին փնտրես Տիրոջ երեսը, Տիրոջ ներկայություն, իր սերը քո կյանքի մեջ փնտրես, որ դու պետք է ուզենաս, որ Տերը քեզ բժշկի, դու պետք է աղաղես։ Ինչ համար տեղեր կա Տերը ձեն չէր անում։ Այդ քույրի մոտից որ անցավ գնաց, մենք այն անգամ դրա մասին խոսած ենք, եթե հիշում եք այն խոսք այն քարոզի ժամանակ, ինչի Տերը չէր տեսնում, այդ քույրը կարիք ուներ բժշկության։ Տեսնում էր, ժողովուրդ ջան։ Այդ կարա մի անգամ դեր քույրի մոտ։ Բաներ կա, որ Աստված ինձ ու քեզ թողում է, որպեսզի մենք հասկանանք, որ Հիսուսն է մեր Փրկիչը, մենք իրան պետք է աղաղակենք։
Իրանից պիտի խնդրենք, ուզենք, պիտի աղագենք, դուրը թագենք Տիրոջը, ժողովուրդ ջան։ Որպեսզի մարդը անհոգ չնի իր փրկության հանդեպ, մարդը պիտի հոգ անի իր փրկության հանդեպ, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Աստված ուզում է իմ օգու կյանքի մեջ մի ուրախություն լինի, որ մեր անունները Տերը գրում է կյանքի գրքի մեջ։ Այսօր Տերը կակրած դրա մասին է դրե, որ ես խոսեմ, ժողովուրդ ջան։ Դամար Տերը ինքն է ընտրում, ինչ խոսքի կարիք կա այսօր իր ժողովրդին, ինչն ամենակարևորը այսօր հավատքի մարդու կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Դամար շատ անգամ, որ մենք տեսնում ենք, շատ անգամ, որ հրաշքներ է կատարվել, շատ մարդիկ այս հրաշքներից ընկել են հավատքի, ժողովուրդ ջան։ Ինչ համար Պողոսի կյանքի մեջ Տերը թույլ տվավ խայտոց, որտեղ իր կյանքի մեջ շատ հրաշքներ էր կատարվում, ժողովուրդ ջան, շատ բաներ էր Տերը անում իր կյանքի մեջ։ Դամար Տերը ունի այսօր մեզի դաժե սովորացնելու, մեզի խոնարհեցնելու ձև, որպեսզի մարդը շատ չբարձրնա, ժողովուրդ ջան։ Կարա մարդուն թվասենք, այ աղբեր ջան, ինչի պիտի բարձրնա։ Բարձրնում ենք շատ անգամ, ժողովուրդ ջան։ Դամար այսօր մենք տեսանք իր աշակերտների մեջ ինչ եղավ։ Իրանց մեջ որոշում են, ով է մեր մեջից մեծը։ Էդ ուրիշ առաջ եկավ։ Մենք ես հավատում եմ, որ ամեն մեկ, եթե մենք էլ դե լինենք, ես եք ասեի, երևի ես պիտի մեծանեմ, կամ այն մյուսը պիտի ես պիտի մեծանեմ։ Ամեն մարդ չէր ասել, չէ՞ այն մյուսը պիտի լինենք։ Ինչ համար հարց եկե, որ մարդը միշտ ուզում է ինքը առաջին լինի, ժողովուրդ ջան։ Սա մարդու կյանքի մեջ իհայտ է գալու։ Եվ այս սանք մարդկանց մեջ պատերազմում են, ել եմ ասում, նրանց զենք այնքան խորամանկ կա, նա այնքան խորամանկ կա պատերազմում մարդկանց դեմ, որպեսզի մարդուն ավետարանից ծռի։ Այդ ավետանի կյանք իր մեջ չունի, ժողովուրդ ջան։ Էսի կարևոր չէ, նի կարևոր չէ, նի կարևոր չէ, էսի կարևոր չէ։ Հետագда մենք չենք ավետարան կարդում, եթե սանք ոչ մի բան մեզի կարևորը չի, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր ավետարան կա։ Մենք այնական խոսենք, եթե մարդիկ ավետարան չեն իմանում, որ այսօր շատ մարդիկ լույսը խավարից չեն տարբերում, ժողովուրդ ջան։ Դա համար ես կուզենամ մի տեղ կարդանք Տիրոջ խոսքից մի քանի խոսքեր, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, ուշադիր լինենք Տիրոջ խոսքերից։ Եթե Տերը ինքը ընտրում է մի խոսք, ուրեմն ինքը դրա կարիքը տեսնում է եւ քո մեջ, եւ իմ մեջ։ Կարող հիմա դեռ չկա, բայց հետագան մեզ սպասում են դրանք, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորդ էլ օրհնի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Ես ում կարդամ Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 17 խոսքից։ Մի քանի խոսք կկարդանք, ժողովուրդ ջան։ Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 17 խոսքից մինչև 20 խոսքը կկարդանք, ժողովուրդ ջան։ Եվ տեսնենք Աստված ինչ ունի այսօր ինձ ու քեզ զգուշացնելու եւ սովորեցնելու։ Դա համար Տեր ասում է, ով որ լսելու ականջ ունի, թող լսա, թե ինչ ասում Տիրոջ հոգին։ Մենք ինքնական ասենք, այսօր կարա շատ մարդիկ ասեն, եղբայր ջան, ես երկու հատ ականջ ունեմ։ Լսում եմ։ Շատեր կա չեն լսում, շատ անգամ, ժողովուրդ ջան։ Շատ անգամ դուք եք կտեսնեք ձեր կյանքի մեջ շատ անգամ որ Տերը մեզ բաներ կա, որ ասում է, որ մենք շատ անգամ չենք լսում։ Շատ անգամ ականջ չենք տալում Տիրոջը, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը ինձ էլ օգնի, ձեզ էլ օգնի, ժողովուրդ ջան, եւ իր բոլոր եկեղեցին Տեր օգնի։ Աստծո խոսքը վերաբերում է բոլոր իր ժողովրդին, աշխարհի ծերից մինչև ձերը, ովքեր որքան, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր մենք կարդանք Տիրոջ խոսքի, թե ինչ ունի Տերը ինձ ու քեզ ասելու եւ սովորացնել եւ զգուշացնելու, ժողովուրդ ջան։ Սա շատ վտանգավոր է։ Ես ենական մասի անտառը, որ ես մտա անտառ, մի պա թեքվել է, ես արդեն մոլորվա այդ անտառից, ժողովուրդ ջան։ Հավատքի կյանքը, երբ որ մի փոքր դու շեղվում ես ավետարանից, դու կետաս կերնես եսին որտեղ անք։ Ժողովուրդ ջան, դրա համար մենք բոլորս ուշադիր ենք մեր կյանքի մեջ եւ աղոթում ենք, որ Տերը մեզ պայի ավետարանի մեջ, ավետարան ճշմարտ։ Դաժե եթե հրեշտակել կկա, քեզի ավետան ուրիշ բան կսովորացնի, ասում է, թող ինքը նզովյա լինի։ Դաժե հրեշտակը եղբայր ջան, հրեշտակը գա չլսեմ, այո, մենք չենք լսել հրեշտակին։ Եթե հրեշտակը մեզ ուրիշ ավետարան բերա, մենք այդ հրեշտակին իրավունք ունենք չլսելու, ժողովուրդ ջան։ Եվ 17 խոսք ինչ ասում, ժողովուրդ ջան,
Ասում է 72 աշակերտները դարձան ուրախությամբ ուսին։ Ժողովուրդ ջան, երբ որ Տերը իր այս 70 աշակերտները խրկեց այդ ծառայության մեջ, եւ ասում է իրանք երբ որ գնացին հետ եկան 70 աշակերտները այդ իրանց ծառայությունը վերջացին հետ եկան, ժողովուրդ ջան։ Եվ մենք ինչ ենք տեսնում այսօր մարդկանց կյանքի մեջ, ժողովուրդ ջան, երբ որ մի բանի մեջ Տերը մեզ դնում է ծառայության մեջ, ժողովուրդ ջան, այսօր շատ անգամ տեսնում ենք, այսօր հնարավոր է մարդու կյանքի մեջ իր մեջ հբարդություն դուրս գա, իր ներսը բարձրանա։ Ինպեսը չկա, ժողովուրդ ջան։ Մենք ասում ենք այն, որ ապրած տեսնում ենք, ժողովուրդ ջան։ Շատ անգամ որ մարդկանց այդ աշխատանք է ստանում, այսօր այդ քուրիկի դե խոսում, ասում եք քուրիկ ջան, եթե մենք մի բան խոսում ենք, ու մենք օտից վերջացած չենք խոսում, վերջը մենք այդ կյանքը ապրած եւ մենք էլ ենք տեսնում եւ հիմա մինչեւ հիմա մենք տեսնում ենք եւ ապրում ենք եւ մենք ուզում ենք որ մենք էլ ունենանք այդ հավատքի կյանքը լուրջ։ Մինչեւ հիմա մենք փնտրում ենք Տիրոջը։ Երբեք հավատքի մարդը իրան կատարյալ չի տեսնում, ժողովուրդ ջան։ Նա միշտ տեսնում է, որ ինքը պակասավոր է, նա ինքը միշտ կարիք ունի Քրիստոսի։ Սա է ավետարանը մեզ սովորացնում, որ դու միշտ կարիք ունենաս Քրիստոսի, միշտ ցկտես Տիրոջը, իրա ոտքերի մոտ մնաս, ժողովուրդ ջան։ Ասում է 72 աշակերտները դարձան ուրախությամբ ուսին, Տեր, քո անունովը դևեր ալ մեզ քնազանդվեն։ Ասում են Տեր, դաժե են դևերը մեզի հնազանդ են, ժողովուրդ ջան, դու պատկերացնում ես։ Այս մարդիկ ուրախացել են աշակերտները, որ դևեր իրանց հնազանդվում են, ժողովուրդ ջան։ Եթե Աստծո զորությունը չլինի, մենք գիտենք, ոչ մեկ իրանց հնազանդ չլինի, սա Աստծո զորությունն է, ժողովուրդ ջան։ Մինչև Աստծո զորությունը մարդու կյանքի մեջ չլինի, նա նրանից է վախենում Տիրոջ զորությունից։ Թե չէ մենք ինչ ենք մեզից վախենա, ժողովուրդ ջան։ Անորենը վախում է, որ քու մեջ տենում է Քրիստոսին։ Կարող այսօր քու մեջ կասկածանքներ ունի, քու մեջ անհավատություն ունի, բայց Աստված ինքը քու մեջ դրել է իր հոգին։ Աստված ապրում է քո կյանքի մեջ, նա տեսնում է։ Կարող է դու չտեսնես շատ անգամ հավատքի մեջ տգարանաս, թուլանաս, ժողովուրդ ջան։ Ինչ համար, որտեղ միտք ընդունես դու։ Բայց ախր ինքը տեսնում է։ Շատ անգամ որ մենք դուրս ենք գալու ես, վերջը ման ենք գալու, չէ, վերջը դիվական աշխարհը քեզ տեսնում է։ Նա ճանաչում է քեզ, որ դու Հիսուսի տղեն ու աղջիկն ես։ Հալելույա։ Նա քո պաշտպանն է, Տերը։ Նա քո չորս բոլորը իր ցանկապատն է դրել, ժողովուրդ ջան։ Այսօր մեզի ամեն մեկի շատ անգամ Տերը փորձանքներից պահում է, շատ անգամ Տերը մեզ պահել է, ժողովուրդ ջան։ Ասում է դարձան ուրախությամբ ուսին, Տեր, քո անունովը դևերը մեզ ալ գնազանդեն։ Հիսուս սավ անոնց, սատանան փայլակի պես երկնքեն վար ընկած կտեսնե։ Հետաքրքիր է, չէ, կարող է եթե մենք գնենք, ասենք, «Օ, ինչ լավ բան է, եղբայրներ ջան, լարեք տենա մեզ դաժե դևերել են քեզ հնազանդվում», ժողովուրդ ջան։ Հետաքրքիր է, Տեր Հիսուս հետև չասեց իրանց։ Ինքան օրհնյալ է Տիրոջ խոսքը, որտեղ Աստված տենում է մարդու մեջ, ժողովուրդ ջան։ Աստված տենում է, որ մարդու մեջ հբարդությունը կա, որ այն որ Սատանեն երկնքից ցած ընկավ, Տերը գցեց ցած, նա տեսավ, որ այդ թույնը բերեց այսօր մարդկանց մեջ մծրեց։ Այդ չերես Ադամ Եվայի մեջ բերեց այդ թույնը մծրեց մարդու մեջ։ Այսօր տեսնում ենք մարդիկ այսօր շատ անգամ այդ թույնը այսօր խմում են, ժողովուրդ ջան, այդ թույնը կա մարդու մեջ։ Ինչ համար Տերը հետարքիր անսպան ասեց։ Լճած այս ինչ լավ է, լարեք տենա մեզ դաժե դևերն են ձեզ հնազանդվում, ժողովուրդ ջան։ Աստված այնքան ուշադիր է մուք հանդեպ, լավ իմացի։ Աստծո ուշադրությունը ինձ ու քեզ չկորսնցնելն է, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորս էլ օրհնի իր Աստծո ժողովուրդ ջան։ Դրա համար մեր կյանքի մեջ մենք այնքան ուշադիր պետք է լինենք։ Այսօր սասել ապրում ենք, տարբեր երկրներ ենք, չես ենք, տարբեր տեղեր ենք, ապրում ենք։ Վերջ հավատքի մարդիկ ենք, վերջը Աստված քո կյանքի մեջ կարող շատ հրաշքներ կատարի, կարող է շատ հրաշքներ լինի քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան, այնքան ուշադիր լինենք։ Էլ եմ ասում, շատ մարդիկ ընկել են հավատքից, երբ որ մարդիկ ուշադիր չեն եղել իրանց հավատքի կյանքի մեջ, որ իրանց ուշք ու միտքը երկինքը պետք է լինի, որտե՞ս հրաշքները։ Այսօր կարող քո կյանքի մեջ ոչ մի հրաշք չկատարվի, ոչ մի ոնչ հրեշտակ ես տեսնում, ոչ բան չես տեսնում, բայց դու Հիսուսի աղջիկն ու տղեն ես։ Քո մեջ կա Քրիստոս կյանքը, ժողովուրդ ջան։ Դու սիրում ես Հիսուսին։ Դու իր առջև գալիս ես, աղոթում ես, լացում ես Տիրոջ ոտքերը գրկում, սիրում ես Հիսուսին, ժողովուրդ ջան։
Համար Տերը ինձ էլ օգնի, ձեզ էլ օգնի, սիրաշրջան։ 18 խոսքը ասում է Հիսուս սավ անոնց, սատանան փայլակի պես երկնքեն վար ընկած կտեսնե։ Ահա ձեզի իշխանություն կուտամ օծերու եւ կարիճներու եւ թշնամի բոլոր զորության վրա կողկրտելու ու բնավ բանը ձեզի պիտի չվնասե։ Ասում է ես ձեզի իշխանություն եմ տալում այս բոլորի վրա եւ այսօր դու ունես իշխանություն։ Այդ քու աղոթքի միջոցով Աստված շատ խավարի գործեր է քանդի շողջ ջան։ Երբ որ դու աղոթում ես ինչ որ մի հոգսի համար, ինչ որ մի կարիքի համար, ինչ որ մի բռնվածի համար, ինչ որ մի չարիքի համար, չէ՞։ Աստված այդ խավարը քանդում է մարդու կյանքում, նա զորություն է տվել ինձ ու քեզ։ Տիրոջ հոգին որ քու մեջն է, դա զորություն ունի։ Շողջ ջան։ Եվ այսօր մենք հավատքի մարդիկ, այսօր մենք ունենք աղոթքի կյանք։ Այսօր մենք աղոթում ենք եւ մենք հավատում ենք, որ աղոթքի մեջ շատ զորություն կա։ Կարող է այդ զորությունը դու չտեսնես։ Մենք աղոթում ենք վերջերս։ Կարող է տվյալ մարդը երնի ես իմ աշխարհի ворցերը եւ դու աղոթում ես այդ մարդու համար։ Աղոթքը տեղ ասնում։ Միգուցե տվյալ մարդը ապաշխարի, միգուցե տվյալ մարդը այդ խավարից ազատագրվի։ Ժողովուրդ ջան։ Հիմի Աստված ինձ ու քեզ տվել է իշխանություն, ասում է ես ձեզ իշխանություն տվեցի Աստծո որդիներ կոչվելու։ Այսինքն Աստված հավատքի մարդկանց իշխանություն է տվել Աստծո որդի կոչվել։ Դու Աստծո որդի ես, դու Աստծո զավակ ես։ Քո հայրը Աստված է, ժողովուրդ ջան։ Մենք ինքան ասենք, հնարավոր է մարդու խնդրումը մարդը ինքան շատ մեծ դասի, քան թե Աստծո ողորմությունը։ Այսօր մարդ իր խնդրումը ավելի մեծ է տեսնում, քան թե Աստծո ողորմություն իր կյանքի մեջ, որ Աստված կարա քեզ օգնի եւ ինձ օգնի շողջ։ Մարդ ենք, շատ անգամ մենք այստեղ շատ ենք տեսնում մեր խնդիրները, թե մեր հիվանդությունները, թե դժվարությունները, այսօր մարդ ենքան մեծ է տեսնում շողջ։ Աստված ասում է ես կարամ օգնեմ քեզի։ Այդ քո խնդրեմ իմ համար փուջ է։ Ինչ է այդ խնդիրները շողջ Աստծո համար։ Որպես Աստված իմ ու քո կյանքի մեջ մի գործ անում, նա ուզում է այսօր ինձ ու քեզ օգնի, որ մենք չկորսվենք շողջ ջան, որ իմ ու քո կյանքի մեջ Քրիստոսը ապրի, իմ ու քո ներսի ուրախություն լինի Քրիստոսը, Աստծոված ուրախություն լինի իմ ու քո կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Տերը բոլորս էլ օրհնի, սեր ժողովուրդ ջան, Տերը օգնի, որ իրապես մենք բոլորս պետք է ուշադիր լինենք։ Եթե ուշադիր չեղանք մեր կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Եվ 20-րդ խոսքը կարտանք, սիրասո ժողովուրդ ջան, ամենակարևոր խոսքը, որ այսօր Տերը ուզում է իմ ու քո կյանքի մեջ սա կատարվի, եւ սրան ցկտենք մենք ժողովուրդ ջան։ Եվ մեր ուշքի միտքը դա լինի։ Ժողովուրդ ջան։ Ասում է, բայց դուք անոր համար մի ուրախանաք։ Աստված մեզ ասում է, սա նաեւ մեզ է վերաբերում ժողովուրդ ջան։ Ավետարանը մեզ է վերաբերում նաեւ։ Ասում է, բայց դրանց համար չուրախանաք հանկարծ։ Որ դևերը քեզ հնազանդվում են, ինչ որ մի հրաշքներ ա կատարվում։ Աստծո նպատակը բերում է, որ մենք բոլորս հասնենք, սա Աստծո շնորհն է, մենք դե ով ենք ժողովուրդ ջան, Աստված անում։ Այդ շնորհքը Աստծուն է, այդ փառքը Աստծուն է, դա մերը չի, ժողովուրդ ջան։ Այսօր ասված մա մարդը հասկանա, որ այդ ամեն փառքը Աստծուն է, զորությունը Աստծուն է։ Մենք ովքեր ենք ժողովուրդ ջան։ Եթե Աստծո զորությունը մեր կյանքի մեջ չի, սատանան մեզի կուլ կտա։ Մենք ովքեր ենք։ Մարդ ենք։ Աստվածը քեզի պահում, Աստված քո 4 բոլոր ցանկապատա դնում, ինչ համար որտեղ դու ընդունես իր զավակին, Հիսուսին ընդունես քեզ որպես Տեր ու Փրկիչ, նա քո ցանկապատա պահում։ Ելնում ես գործի ես գնում, վերջ աշխատանքի ես գնում, տուն ես գնում, վերջը տարբեր տեղեր ես գնում։ Դու աղոթում ես, դու չես իմանում քո կյանքի մեջ ինչեր կա, ինչեր է սպասում քո դիմացը։ Բայց քո ուշքի միտքը Տեր Հիսուսն է, իր կյանքը որ ապրի քո մեջ, ժողովուրդ ջան։ Դամար Տեր ասես, բայց դուք անոր համար մի ուրախանաք, որ չար ոգիները ձեզի կհնազանդվին։ Հապա ուրախացեք, որ ձեր անունները երկնքի գրքի մեջ գրված է։ Մենք տեսանք Տեր Հիսուսը բերեց իր ժողովրդին ինչ հասկացրեց, ասես մի ուրախացեք սրանց համար։ Ուրախացեք դրա համար, որ Աստված իմ ու քո անունը գրել է կյանքի գրքի մեջ, ժողովուրդ ջան։ Ամենակարևոր ուրախությունը, որ այսօր մեզի պետք է,
որ իմ ու քանունը Տերը գրել է կյանքի գրքի մեջ։ Սիրելի ժողովուրդ ջան, այս համար մենք պետք է ուրախանանք։ Շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ Տեր Աստված, այո, մենք շնորհակալ ենք, որ դու մեր անունները գրել ես կյանքի գրքի մեջ, ժողովուրդ ջան։ Հիմա միգուցե շատերի մեջ հարց առաջանա, եղբայր ջան, բայց ես ոնց իմանամ իմ անունս գրված է կյանքի գրքի մեջ, չէ՞։ Այսօր ոչ մեկը չեն կրում կարդանք ում անունա գրած, չէ՞։ Բայց երբ որ դու հավատում ես, սիրում ես Աստծուն եւ իր երեսն ես փնտրում, իր կամքն ես սիրում քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան, Աստված այնքան հավատարիմ է, սեր է, նա քո անունը արդեն գրել է կյանքի գրքի մեջ։ Հիմա սրա մեջ հավատք է պետք, որ դու հավատք ունենաս։ Աստված տենում է, որ քո ամբողջ ուշք ու միտքը Տերն է։ Ոչ թե ինչ-որ գործեր ենք անում, ինչ-որ մի ծառայություն, ինչ-որ բան ենք անում, այլ մեր ուրախությունը Տերն է, ժողովուրդ ջան։ Դա համար եթե մենք ուշադիր չենք եղնում մեր կյանքի մեջ, այսօր շատերը վնասվում են, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր տեսնում ենք շատ մարգարեներ են վնասվել, շատ հոգիներ, որոնց կյանքի մեջ հրաշքներ ա կատարվել, շատ մարդիկ վնասվում են։ Այ Աստված ինչ համար այդ մարդկանց զգուշացնում է, զգուշացեք։ Ախր Սատանը դի ծանգե, եթե բարդություն ծանգե, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի ժողովուրդ ջան, ինչքան է Աստված իմ ու քո կյանքից հրաշք անում, մեկը մենք պետք է մտնենք ավետարանի մեջ եւ այդ ավետարանի խոսքով պետք է ապրենք, ժողովուրդ ջան։ Եթե բաներ կա, որ Աստված պատվերում է մեզ, ժողովուրդ ջան, Աստված մենք այդ պատվերը պետք է ունենանք մեր կյանքի մեջ եւ զգուշությամբ անենք, ժողովուրդ ջան։ Ինչու՞ է Տեր այս խոսքը բերել, ժողովուրդ ջան, որտեվ մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ հավատքից ընկնում են, մոլորվում են, ժողովուրդ ջան։ Ինչու՞ համար այսօր ավետարանի մեջ տարբերություն կա քույրիկ եղբոր ծառայության մեջ, ժողովուրդ ջան։ Ավետարանի մեջ տարբերություն կա։ Երբ որ մարդ է տարբերություն չի տեսնում, ժողովուրդ ջան, մենք այսօր շատերս կվնասվենք։ Մենք էլ ենք ասում, մենք ոչ մեկին չենք դատում, մենք ինքերս մեզ ենք զգուշանում, ժողովուրդ ջան։ Մենք զգուշանում ենք, որ մենք ապրենք Տիրոջ կամքի համաձայն։ Մեզի ոչ մի պաշտոնը պետք չի։ Մեզի պետք է, որ մեր անունները գրված մնա Տիրոջ գրքի մեջ, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը օրհնի, սեր ժողովուրդ ջան, ել եմ ասում։ Ես հիշում եմ, որ Պատ Մոսկվա է, ժողովուրդ ջան։ Դե որ հավատք էի փնտրում, դե անհավատ մարդիկ էին, եւ սկսին իմ համար հավատ մանք այն մարդիկ։ Վերջը զանգին Երևան, թե որտե զանգին մի հատ քույրիկի համար տվին, ժողովուրդ ջան։ Ես էլ ուրախացա, դե փառք Աստծո, որ քույրիկի համար ասենք, վերջը զանգեմ, հայ քույրիկի համար էր։ Զանգեմ կիմանամ։ Վերջը զանգի, չեմ հիշում ան արդեն, չգիտեմ, քանի 10 տարուց ավել երևի կարող անցել արդեն։ Զանգեցի, վերջը քույրիկ ջան, խաղաղություն Արմեն աղբերնա զանգե բան, վերջը խոսացինք, կաղակին, խոսացինք, ժողովուրդ ջան։ Այս քույրիկ ասեց, գիտես, ես երեց եմ։ Ասի քույրիկ ջան, ո՞նց թե դու երեց ես։ Բահա եղբայր ջան, ես երեց եմ, ժողովուրդ ջան։ Այնքան ցավալի է, երբ որ մարդիկ ավետարանը չեն իմանում, ժողովուրդ ջան։ Այսօր մարդկանց ուշք ու միտքը ինչ-որ մի պաշտոն ունենալու համար է։ Ասում եմ, քույրիկ ջան, այդ որտես ավետարանի մեջ կարդաց է, որ դու երես դառնաս։ Ես ինքս չեմ երես չեմ, թեկուզ եղբայրը։ Ինչու եք ձգտում այդ բաներին։ Եվ ինչ հետարքիր խոսք ասեց, ժողովուրդ ջան, այս խոսքը վեպորտերը զգուշացեց ինձ ու քեզ։ Ասեց, եղբայր ջան, գիտես ինչ հրաշքներ ա կատարվի իմ կյանքի մեջ, ինչ կապ ունի, քույրիկ ջան։ Իշքան է քո կյանքի մեջ հրաշք կա, դու մնում ես քույրիկ, Աստված քեզ երբեք երես չի դնա, ժողովուրդ ջան։ Այսօր ինչ համար մենք տեսնում ենք, այսօր անօրենը շատերին վնասում է։ Քույրիկ ջան, քեզ ով հանե բեմ, որ դու ելնես քարոզես, եղբայրն է կողից նստի, լսա։ Այդ որտես ավետարանի մեջ տես այդպես բան, ժողովուրդ ջան։ Մենք ես ասում ենք, ցավալի ենք ասում, ժողովուրդ ջան։ Մենք ոչ թե մարդուն ուզում ենք դատենք, նսեմացնենք, չէ, սա ցավալի բան է։ Երբ որ Տերը զգուշացրեց այս խոսքը, ասեց զգուշ մնացեք, անօրենը դից ընկել է։ Փոխանակ այդ գործը, որ Աստված քո կյանքի մեջ անում է, հրաշքներ ա, դու դի խոնարհվես Տիրոջ ոտքերի տակ։ Ունես Տիրոջ ոտքերը կրկես, որ հանկարծ քո ներսը չբարդանա, երբեք չբարձրանա, ժողովուրդ ջան։ Ինչ ասեմ, քույր ժողովուրդ ջան, Տերը բոլորս էլ օրհնի։
Ինչ համար է Տերը զգուշացնում, որտեվ Տերը տեսնում է։ Դա համար է զգուշացնում Ժողովուրդ ջան։ Եթե ավետարանը մեզ մի բան սովորացնում է, նա արդեն հետագան տեսնում է։ Ես ասում եմ, քույրիկ ջան, որտեղ ես ավետարանի մեջ մի տեղ ինձ ցույց տու, Հիսուսը դաժե իր մամային չդրեց ինչ որ մի պաշտոնի մեջ, Ժողովուրդ ջան։ Եթե մեկը մի տեղ ցույց կտակ, որ իր մորը Տերը դրել է պաշտոնի մեջ, ասեմ իրապես, ինչի մայրան ամենախոնար կինն էր, շնորհքով կին էր, որ Աստված իրան ընդունեց, բայց մենք տեսանք մի հատ չասեց, այ մարդը լկան, ես իմ առաքյալ մատեմ իր մամային տնեմ, Ժողովուրդ ջան։ Չդրեց, որտեվ Աստված տեսա, որ կինը տգար անոտ է։ Դա համար այսօր շատ անգամ Աստված մենք տեսնում ենք, որ ամբողջ ավետարանը ինչու արա կոչում, եղբայրներ, ինչու է Տերերի կոչում։ Սիրելի ժողովուրդ ջան, ել եմ ասում, մեզի ոչ մի պաշտոնը պետք չէ։ Ինչ կան իմ Աստված իմ կյանքի մեջ հրաշք կատարի։ Իմ ուշք ու միտքը, որ իմ անունը մնա կյանքի գրքի մեջ, ժողովուրդ ջան, սա փնտրենք։ Իմ ու քո անունը մնա կյանքի գրքի մեջ։ Երբ որ մենք գնացինք երկինք, Տերը չի ասել, «Արի տենամ դու ես ինչ պաշտոնի մեջ ես, եպիսկոպոս ես, երեց ես, սպասավոր ես», նա չի հարցնելու սա։ Նա պետք է տեսնի իմ ու քո մեջի սերը կա, հավատ կա իմ ու քո կյանքի մեջ։ Մեր ուրախությունը կյանքի գրքի մեջ գրվածն է սա է, թե չէ, ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ, Տեր ինչ համար ես խոսքը խոսած, ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորիս էլ, ես էլ, դու էլ պետք է զգուշանանք։ Եթե չզգուշացանք, շատ անգամ մենք տեսնում ենք շատ հոգիներ նավակոյություն են կրել, ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորիդ էլ, ունեցի անկեղծ հավատք, սիր Աստծուն։ Տերը եկեղեցու մեջ քեզի որտեղ կդնա, կարա քեզի աղոտող հոգի կդնա Տերը։ Կարա ինչ-որ քեզի գրկա ինչ-որ մի հատ տատիկի հոգատարություն կանես, ինչ-որ մի բան կանես, վերջ ընդ բաներ կա շատ քույրիկներին։ Չաշեպել կա, որտեղ եկեղեցիներ կա, որ մարդիկ հաց են սարքում, մարդկանց հյուրասիրում են։ Դա կանայք են անում, ժողովուրդ ջան։ Այնքան պաշտոն կա Տերը դնած է ինձ ու քեզ, որը խոնարհության պաշտոն է, որը Տիրոջ երեսը փնտրելու պաշտոն է, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր բոլորս էլ վախենանք, սիրարսուն ժողովուրդ ջան, զգուշանանք ավետարանից, որտեղ ավետարանը դիմեզի մի օր դադի։ Ավետարանն է ինձ ու քեզ դադելու։ Սա ուրիշ բան է, մարդ ես, կարա այսօր մեղանչել է Տիրոջ առաջ։ Նույն ես գալու ես Տիրոջ առաջ, սխչում ես, ողբում ես, լացում ես, Տեր ջան, ներ այնց, սա ուրիշ է, ժողովուրդ ջան։ Բայց այն վիճակը, որ ասում ավելի լավ է պաղ լինես կամ սառ լինես կամ տաք լինես, էլ այդ վիճակները մի քիչ ոչինչ լավ է։ Ասում ավելի լավ է դրանք լինես, բայց երբ որ դու գաղջալ մարդը լինում, այսինքն մարդը էլ չի ընդունում քեզի ոչ մի բան։ Էլ ոչ մի բան նա չի ունում, նա գաղջի պես մնացել է, ժողովուրդ ջան։ Ցեք տվյալ մարդը պետք է մի հատ միտք աշխատներ, ասել, այո, եղբայր ջան, իրապես ես ասում։ Դու Տեր ինձ ներա, ընդիստից ցած գցա։ Հանգա շատ չբարձրնա, որտեղ վդից մի օր Տերը պետք է գցի ցած, ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, մենք ոչ թե մարդկանց եկել ենք դադելու համար, ժողովուրդ ջան, Աստված չի եկել դադելու, հիմա դեռ դատաստանը չի, կգա վաղտը։ Հիմա ինձ ու քեզ փրկության ժամանակն է։ Հիմա դեռ դատաստանը չի եկել, ժողովուրդ ջան, դատաստանը կգա։ Հիմա քանի դեռ չի եկել, քանի երկնքի դուռը չի փակել Տերը փրկության, այսօր Տերը ժամանակը տվե։ Ես ու դու սիրենք Աստծո խոսքը, ավետարանը։ Ով ինձ ուզում ապրի, իրանց կորնաժորում։ Մենք բոլոր պետք է Աստծուն հաշիվ տանք մի օր։ Գնացինք երկինք, այնտեղ չենք կրա մենք Տիրոջը պայենք, խապենք, չեսենք։ Տեր ամեն բան տեսնում, մի հատ էկրան կբացի ինձ ու քեզ, մեր այն ապրած կյանքը սաղ ցույց կտա։ Ոնց ես դու ապրե։ Ոնց ես քո քրոջի եղբորը վերաբերվե, չէ՞։ Մենք այն անգամ Կորինթացիներին 13-ի չէ՞ որ ասում է, եթե ես ամեն բաները ունենաս, եթե սեր չունես, դրանք սաղ փուչ է կանում, ժողովուրդ ջան։ Տեր այսօր ուղղում է ինձ ու քեզ սիրո վրա, որ մենք սիրո մեջ առաջանանք։ Սիրելի ժողովուրդ ջան։ Դա մարդու Տիրոջ անունը փառավորվի, Սիրասո ժողովուրդ ջան, սկանամ կուզենանք վերջացնենք եւ աղոտ կենենք այս հոգսի համար, սա կարևոր հոգս է, ժողովուրդ ջան։ Կարևոր հոգս է։ Դա համար Տեր ասում է, շատ քչերը պետք է փրկվեն։ Մենք այն անգամ մեր դրա մասին եթե հիշում եք խոսացինք, շատ քչերը Տերն է գրել, ժողովուրդ ջան, դա մենք չենք ասում։ Եթե Տերը գրել է, որ շատ քչերը պետք է փրկվեն, ուրեմն լավ իմացեք, դա այո եւ ամեն է։ Հիմա Աստված ուզում է, որ ես ու դու եւ իր ժողովուրդը մտնենք այդ քչի մեջ, մենք պետք է ուզենանք մտնենք այդ քչերի մեջ, որ մտնենք, որ մենք էլ ունենանք փրկություն, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլոր իր ժողովուրդը օրհնի, այս չար օրերի մեջ պահի, ժողովուրդ ջան, օրերը շատ չար են։ Տերը օրհնի բոլորս էլ, Տերը պահի իր ժողովուրդը։
Ձեր Աստծո ժողովուրդ ջան, օրերը շատ քիչ է մնացել Տիրոջ։ Այն շաբաթը մի արդեն եկավ երկրորդ շաբաթը։ Մարդկանց տարիներին կան շուտ անցնում հիմա ժողովուրդ ջան։ Դամար Տերը օգնի ինձ եւ քեզ, սիրեք ավետարանը, ապրեք ավետարանի, որպեսզի Աստված իր ավետարանը բաց է ինձ ու քեզ, ժողովուրդ ջան։ Մեր ուշք ու միտքը պետք է լինի երկինք մտնելը։ Սա է մեր ուշք ու միտքը։ Եվ մենք փառք ենք տալու Աստծուն, որ Աստված իմ ու քո անունները գրել է կյանքի գրքի մեջ։ Ամեն, ժողովուրդ ջան, այո, մեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Տերը տա, որ իրան մնանք հավատարիմ, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորիդ։